Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Գ պատում, Դավիթ և Մհեր, պատմեց Դատկու Մոչկանց գյուղացի Ավետիս Մարտիրոսյանը, գրի առավ 1910 թվականին Հայրապետ Համամջյանը։ Դավիթ և խանդուտ։ Դավիթ վերադարձավ Սասուն և սկսավ որսորդության։ Անոր քաչ որսորդի և անվեհեր պատերազմողի համբավը հասավ Կապույտ կողի թագավորի աղջիկ Չլկազի խանտութի ականջ։ Հասալ երկու աշուղներ ղրկեց Դավիթին, որ զինք գովեն։ Էնոնք երբոն կերթան, ձենով հովանինքով կհասնին։ Զայն Դավիթ կարծելով կսկսին խանտութի վրայով շինված ֆուլիստի երգերն երգել։ Հովան զանոնք ծեծելով կվռնդետ ունեն։ Աշուղները սրտաբեկ ճանապարհին Դավիթին հայհոյելով կերթան։ Դավիթ որսեն վերադարձին անոնց կհանդիպի, կլսե այդ հայհոյությունը և պատճառ կհարցնե, և երբ կտեղեկանա, կրկին Չլկազին գովել կուտա։ Երբ կլսե երգված երգերը, խոսք կուտա երգիչներուն, որ 7 օրեն հետո տեսնվի խանտութին հետ։ Որոշված օրը ճամփակին կհասնի 3 ճանապարհի միացման կետի վրա, ուր ալևոր պապ նստած վիճակ կբանա ճանապարհորդներուն։ Դավիթ կհարցնե. «Պապե, հեր նստած ես էստա»։ Կպատասխանե. «Նստած եմ, որ ճանապարհորդներուն իրենց ճամփան ցուցնեմ»։ Վանածովն այն ժամանակ այդ կողմեր գոյություն չուներ։ Դավիթ հարցուց. «Կխնդրեմ ըսե ինձ, որ կողմեն երթամ Կապույտ կող»։ Պապեն կպատասխանե. «Այս երկու ճամփայով երթաս հեռու է, բայց երրորդ ճամփայով, թեև մոտ է, անոր մեջտեղն ալ պողպատյա հաստ գերան մկա կայնած, որը վրա գրված է, որ ճամփորդ, որ անցնի այստեղեն, պետք է անպատճառ սուր մզարնե։ Եթե կրծավ կտրել, ճամփաներ իրեն առջև կբացվին, եթե չկրծավ կտրել, գետին պիտի բացվի և ինքն անդունդ պիտի իջնե։ Այդ ճամփայով գնա»։ Դավիթ գնաց և հասավ պողպատե գերանին քով։ Զարկավ անոր, թեև կտրեցավ, բայց վար չիննալուն համար կարծեց, թե չկրծավ կտրել։ Սկսավ պապեին անիծել։ Պապեի ոտքերն ու ձեռքերը անգ եղան, թուլացան, լեզուն լալցավ, աչք կուրացավ։ Ապա իրեն անիծեց, ինքն ալ միևնույն արկածները ստացավ։ Ինք դեռ չկուրացած, քամիմը ելավ, կտրված գերանը վար տապալեց։ Անմիջապես սկսավ օրհնել իրեն և պապեին, որ իսկույն վերստին առողջացան խաչ պատերազմի շնորհիվ։ Անկե անցավ գնաց Ախլատ։ Այնտեղի բնակիչները Դավիթի քաջությունները լսած ըլլալով պահանջեցին անկե, որ իրենց հետ կռվի բռնվի։ Անոնց ըսավ. «Այժմ ժամանակ չունիմ, 7 օրեն հետո երբ վերադառնամ, ձեզի հետ պիտի կռվիմ»։ Դավիթ գնաց, խանտութը տեսավ։ 7-օրյա հարսանիքեն հետո անոր հետ ամուսնացավ։ 7 տարի մնաց Կապույտ կող։ Ունեցավ 2 զավակ՝ Մհեր և Միհրան, որին մեկը իր ուսին վրա նայեցավ և տեսավ, որ խաչ պատերազմի նախտոտեր է։ Չլկազին ըսավ. «Խանտութ, զիս լողացուր, բայց իմ վրա, եթե նշան կտեսնես, ինձ բան մի հայտներ»։ Սակայն երբ խանտութ սև նշան մտեսավ Դավիթի մարմնույն վրա, սկսավ հարցնել։ Խաչ պատերազմին անմիջապես վերացավ։ Դավիթը զգաց, որ այլևս ուժ ու զորություն իր մեղ խույս տվին։ Հիշեց նաև ախլատցիներու հետ դրած իր պայմանը։ Եկավ, անոնց դեմ պատերազմեցավ։ Դավիթ երբ Կապույտ կողեն ձիու վրա նստած սկսավ հառաչանալ, ձին չէր կրնար քաշել, որովհետև ձիու և Դավիթի ծանրությունն այնքան շատ ցեր է, որ այլևս գետին չէր կրնար դիմանալ, կխրեին, մինչ խաչ պատերազմին զանոնք թեթև կպահեր։ Կռվի տակցած ժամանակ գութանի խոփ մզարկին Դավիթին ու զայն սպանեցին։ Ձենով հովան աստղին մարելեն մատանիի խանգարելեն գուշակեց, որ Դավիթ մեռած է։ Կապույտ կողն եկավ, անկե Մհեր հետ նռած Ախլատ վերադարձավ
և զայն բոլորովին ավերեց, միայն մեկ պառավ մնացած էր, որ քաշված անկյուն մը ծուխ կներ, ձենով Հովան և մհեր անորքով եկան հարցուցին, ինչու ծուխ կնես, պառավ պատասխանեց, անոր համար, որ մհեր և Հովան չլսեն, թե այնպես ավերեցինք ախլատ, որ այլևս մի տեղե իսկ ծուխ չպիտի ելնե, զայնալ սպանեցին ու անցան, այն ժամանակ բոլոր ախլատ ընդարձակ և բազմամարդ քաղաքներ ուներ, բայց ձենով Հովանց զանոնք բոլորն ալավրեց, այն օրեն ցարդ կհիշվի Դավիթի ավերն առածը, անկևերջ դարձան եկան Սասուն, այդ կողմերուն սկսան տիրել և շինություններ անել։